Ողջույն բոլորին, այսօր 2025 թվականի դեկտեմբերի 2-ն է և արդեն եկավ ճտկակոշիկ հագնելու ժամանակը։ Չնայած այս տարի ջերմաստիճանը ստանդարտից ավելի բարձր է, օրինակ այսօր օդի ջերմաստիճանը ցերեկը լինելու է 7-ից 9 աստիճան, այս պահին 8 աստիճան է, բայց առավոտ և երեկոյան արդեն բավական սառն է լինում, իսկ գիշերը արդեն մինուս է լինում։ Ու կուզենայի մի փոքր պատմել այս ճտկակոշիկների մասին, որը 2-ից ավելի տարի մնացել է պահարանի խորքերում, գնել եմ 2023 թվականի փետրվարին ու գնել եմ մեծ զեղչով։ Այս ճտկակոշիկը բավական պատմություն ունի։ Սա ես տեսել եմ 2022 թվականի ձմռանը, երևի հունվար-փետրվար ամսին, շատ հավանեցի, չափսը շատ հարմար էր, ամեն ինչ լավ էր, ուղղակի երբ որ ընտրեցի 2022 թվականին, այստեղ մի փոքր անցք տեսան, հայք այստեղ պարզ երևում է։ Ու չվերցրեցի։ Հետո անցավ 1 տարի, արդեն 2023 թվականի փետրվարին։ Գնացի էլի մի խանութ ու հանկարծ տեսա այն ինչ որ հավանել էի նախորդ տարի։ Մտածեցի կարող է արդեն նոր է, բայց վերցրեցի ու հենց տեսա այդ անցքը նույն տեղում, հիշեցի, հասկացա, որ նույն կոշիկն է։ Նույնիսկ հիշում եմ այդ աղջիկը, որ այս անցքը տեսավ, փորձեց ռետինով մաքրի, նույնիսկ այդ ծիծաղում է, հիշում եմ ջրաջան աղջիկը փորձում է ռետինով մաքրել, բայց դե ինքը մտածում է, որ դա հետք է։ Մի խոսքով գնացի ու գնել եմ բավական մեծ զեղչով, 70% զեղչով։ Այստեղ պետք է նույնիսկ թղթերը պահված լինեն։ Մի վարքյան ես հիմա նայեմ կոնկրետ ասեմ։ Հիշում եմ, որ ես վերցրեցի 41-ը ու 41-ը մի քիչ ավելի փոքր էր։ Հետո որոշեցի, որ ավելի լավ է վերցնեմ իմ չափսը, թեկուզ մի փոքր այդ կետը վրան լինի այդ անցքը, բայց լինի ճիշտ չափս։ Ընդհանրապես կոշիկները պետք է լինեն ճիշտ չափս, մի փոքր ավելի լավ է մեծ, քան թե նեղ։ Այդ կարևոր է շատ։ Այստեղ ամեն ինչը պահված է, այստեղ նույնիսկ ինքը երաշիկ կտրոն ունի, բայց այդ երաշիկի կտրոնը պետք չի գալու, քանի որ 2 տարի 9 ամիս 67900 դրամից իջել է 20370։ 2 տարի 9 ամիս պահված են եղել։ Ինչի հավանեց, ինչի այս ճտկակոշիկները շատ է ուզում վերցնել, առաջին հերթին իր տակացուի համար։ Այս ճտկակոշիկները հենց այս եղանակի համար են։ Ձմռան համար ընդհանրապես սրանք կարծում եմ պետք չեն գա, որտեղ իր տակացուն սահելու է, սլալու է։ Բայց չոր ժամանակ, թեկուզ խոնավ ժամանակ, շատ հարմար է։ Բնական կաշի է, մեջ չնայած իր մորթի ունի, բայց այդ մորթին բավական բարակ է, ու տենց քիչ մորթի չի։ Այսինքն ինքը չի շոքացնի, եթե եղանակը շատ սառը չի։ Վերցրեցի տակացուի համար, բնական կաշի է, չնայած ես չեմ սիրում զամշից հատկապես ձմեռային կոշիկներ, նույնիսկ զամշից դետալները կուզենայի չլիներ, բայց ամեն դեպքում վերցրեցի։ Ժամանակի հետ այս զամշը մաշվելու է, կարևորը իր կաշին որակով լինի։ Այսինքն այս կոշիկները կարելի է հագնել ձմռանը, երբ ձուն չկա, կարելի է հագնել աշնան վերջ, գարնան սկիզբ։ Սա նույնիսկ կարելի է հոկտեմբերի վերջից հագնել, բայց քանի որ այս տարի եղանակը բավական տաք էր, կարգ չեղավ անցնել ճտկակոշիկների։ Նոր հիմա արդեն որ գիշերները մինուս է լինում, արդեն երեկոները, առավոտները զգում ես, որ գետնի սառնությունը բավական ազդում է, զգում ես։ Դրա համար շատ կարևոր է ձմռանը ընտրել հաստ տակացույով կոշիկներ։ Հիմա ես պետք է այսօրվանից փորձեմ,
ու հետաքրքիր է որ 2 տարի 9 ամիս այդպես պահանում դրել է, չի հագնում, այնպես չի որ մոռացել է, բայց քանի որ ունե եւ կիսասեզոնային եւ ունե ձմեռային, սրա կարգին տեսակ չի զգում, բայց արդեն եկավ այս ճտկակոշիկների հագնելու փորձելու պահը, ժամանակը։ Հիմա կհագնեմ, կտեսնեմ, չեմ կարծում ինքը լավ ցրտադիմացկուն է, բայց իր հաստակացությունների հաշվին միանշանակ առավելություն ունի, չի թողի որ գետնի սաղրունությունը զգաս։ Այնպես չի ինքը շատ բարակ կամ տաք չի պահի, բայց կպահի տաքություն կարծում եմ քիչ մինուսի դեպքում փոքր, այսինքն -1, 2, բայց երբ որ արդեն բավական ցրտեց, արդեն կլինի ուրիշ տարբերակի կրելու հագնելու կարիքը։ Էլի եւի ավելացնելու բան չունեմ։ Այսքան է ճտկակոշիկների մասին։ Դեռ մի ճտկակոշիկ էլ ունեմ, որը գնել եմ, բայց չեմ հագել։ Դա էլ երևի եթե ոչ հիմա, որոշ ժամանակ անց կփորձեմ։ Նա ավելի կիսասեզոնային է, նրա ժամանակը արդեն անցավ։ Հայաստանում մի տեսակ եղանակը միանգամից տաքից անցնում է սառի։ Դրա համար այդ մեջտեղի այն մեղմ ավելի կլիման չի պահում։ Դրա համար այդ կիսասեզոնային բաժինկակոչվածները մարդ այդքան ժամանակ չունեն հագնելու։ Դա համար միանգամից ավելի տաքից անցնում է ավելի սառը, կտրուկ է մեր մոտ ջերմաստիճանը փոխվում, մեղմ չի, բնականաբար չունենք ծով, դա էլ է ազդում, ավելի չոր եղանակ է եւ միանգամից մարդ անցնում է ձմեռայինի։ Կհագնեմ, միանշանակ եզրակացություն կարելի անել միայն մինիմում 1-2 սեզոն հագնելուց հետո, մինիմում 1 սեզոն պետք է հագնես, որ զգաս ինչ է ջերմակայունությունը, իր ամրությունը, հարմարությունը, դա էլ է շատ կարևոր։ Կոշիկներ կան հագնում ես ոտքդ արդեն երեկոյան շատ է ցավում, հարմար չի։ Ես նաև ասեմ մի բան էլ, որ շատ կարևորություն եմ տալի իր այս թաթի հատվածը։ Իմ թաթերը ավելի լայն են համեմատած, դրա համար ես միանշանակ մերժում եմ, կտրականապես չեմ նայում այն տարբերակը, երբ որ կոշիկը ավելի նեղ ու երկար տակացու ունի։ Միշտ նայում եմ կլոր դիմացի հատվածը լինի, ավելի լայն թաթերով լինի, որպեսզի ավելի կոմֆորտ, ավելի հարմար լինի։ Հատկապես երբ որ մարդ չի կրում ընդհանուր 15 րոպե կամ կես ժամ, կրում ես մի քանի ժամ, պետք է ավելի կոմֆորտ լինի։ Երևի այսքանը, էլ ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մի փոքր անցքը ոչինչ, մանավանդ որ այդ գնով եմ գնել 67000-ից իջել էր 23000, մի քիչ առաջ ասեցի, այս չի խանգարի։ Սա ոչ գովազդելու, ոչ հակագովազդելու տեսանյութ էր, բնականաբար իմ գնաց իսա ճտկակոշիկների մասին էր խոսքը, կհագնեմ, հետո արդեն ունեմ մի քանիսը, որ ցույց եմ տվել այս YouTube-յան ալիքում, դեռ ունեմ մեկ, որ պետք է էլի ցույց տամ, հետո միասին կգնահատեմ երևի, որն էր ավելի հարմար, որն էր ավելի իր գնին համապատասխան եւ կներկայացնեմ ձեզ։ Այս անգամ այսքանը, առայժմ